Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ կամք նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չախալյան։ Բարև ձեզ։ Պարոն Չախալյան, Բաքվում շարունակվում են մեր ռազմագերիների կամ այսպես ասած Ալիևի պատանդների դատավարությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է խոսքը։ Դուք ամիսներ առաջ նստածույց եք սկսել եւ հիմա էլ շարունակվում է այդ նստածույցը կառավարության շենքի դիմաց։ Նախ ուզում եմ հարցնել, անցորդները, երբ որ գնում գալիս են, մոտենում են, հետաքրքրվում են, ինչ տպավորություններ ունեք, այս հարցը հնչեղություն ունի մեր հասարակությունում։ Մինչև ձեր հարցին անդրադառնալ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Նաև ես առաջ անգամ եմ Եվրոմեդիա 24-ի տաղավարում, որ ասում են հաջողորեն զարմացած եմ, լավ մակարդակով գործ է արվում։ Բարի ընթացք եմ մաղթում ձեզ։ Շնորհակալ եմ։ Ահա, հիմա անդրադառնամ ձեր հարցին։ Գիտեք ինչ, բնականաբար ավելի շատ կցանկանայինք, որ հետաքրքրվեին անցորդները, այսպես ասեմ։ Ցավոք, մենք դրանով չենք կարող, այսինքն մեր հանրության այսպես ասած հետաքրքրվածությունը նման կարևոր հարցերին մենք չենք կարող ասել, որ բավարար է կամ լավ է, ցավոք սերդի։ Մենք գիտենք, որ ընդհանուր անդարբերություն կա, ընդհանուր հիասթափություն կա, ապաթիա կա հանրությունում, մենք դա հստակ գիտենք եւ բնականաբար հրաբարակում հիմնական անցորդներն էլ ավելի շատ այսպես ասած շրջագայության մոտիվացիայով են հասնում հանրապետության հրապարակ եւ այնտեղ շատ քչերին է որ հետաքրքրում, ասենք կապ չունի, հարցը մենակ քերիները չեն, ընդհանրապես ազգային հարց լինի թե իրականացած հարց լինի, շատ քչերին են հետաքրքրում։ Բնականաբար հետաքրքրումներ կան, բնականաբար կան մարդիկ, ովքեր որ հadoop գալիս են, ասենք հadoop մեզ տեսնելու համար, այսինքն իրենք հասնում են հանրապետության հրապարակ, ոչ թե ինչ որ նկարվելու, չգիտեմ, կամ տուրիստական ինչ որ, չէ, կոնկրետ գալիս են մեզ տեսնելու, իրենց աջակցությունը հայտնելու։ Մարդիկ կան, ովքեր սուրճ են բերում, տակ թե են բերում, ըստ դա էլ կա եւ այդ մասին չնշել անշուշտ ճիշտ չի եւ իրավունք էլ չունենք։ Հարցը բնականաբար, գիտեք, մեր հանրությունը ցավոք միշտ ուշացած է արձագանքում։ Ես միշտ դա ասել եմ, տեսեք, միշտ եմ ասել, որ ասված չանի, մեկի այդ բան լինի, հետո դուք ես գիտեմ, կներեք արտադրության համար լացակումած գալու եք հանրապետության հրապարակ, բայց եթե արդեն ոչ մեկին պետք չի լինելու։ Ես միշտ ոչ թե չարախնդորեն եմ ասում, ես ցավով եմ ասում։ Ես հիշում եմ Արցախը հանձնելու այդ չարաբաստիկ օրը վերջնական հանձնելու, երբ որ հարյուրավոր, այսպես ասած, նախկինում անտարբեր դեմքեր, որոնց որ ես հարազատ են ինձ, բայց այդ մարդիկ չեն հետաքրքրվել, բայց լացակումած եկել էին հանրապետության հրապարակ եւ ինչ են անելու, ոնց է լինելու։ Ասում եմ արդեն բաներ չենք կարող անել, ինչ ենք անելու։ Երբ որ կարող էինք անել, այդ ժամանակ չէիք հետաքրքրվում։ Հիմա էլ ինչ կարող ենք անել։ Հիմա նույն համեմատել չլինի, բայց մենք տեսանք Ռուբեն Վարդանյանի դեմքին, հա, խոշտանգման հետքերը, ու հիմա, էլի բավարար չի բնականաբար։ Էլի ովքեր որ եկել են ողջունում եմ, շնորհակալություն, չնայած դա շնորհակալության գործ չի, ամեն մեկից պարտականություններ։ Էլի լավը որ եկել ենք, հա, բայց Սենց պահին, հա, էմոցիայի տակ եկել ենք, սրդաջաբլիկ։ Ես գիտեք, ամեն անգամ մտածում եմ, այստեղ դուք պատկերացրեք վստահաբար անհետ կորազների անուն-ազգանունների մեջ մարդիկ կլինեն, ովքեր որ կենթանի են եւ ովքեր որ հիմա ադրբեջանական գերության մեջ են, ում մասին որ մենք չգիտենք, ում նկարները որ մենք երբեք չենք տեսնում, ում ծեզի հետքերը որ մենք երբեք չենք տեսնում։ Այսինքն, եթե մենք ինչի պետք է էմոցիայով ընդամենը գործենք։ Ինչի պետք է մենք վերջի պետություն ունեցող ազգ ենք, չէ՞, վերջը մենք տարբերվում ենք պետություն, պետականություն չունեցողներից, պետք է տարբերվենք, այսինքն չենք տարբերվում ցավոք սրտի, բայց պետք է տարբերվենք, չէ՞։ Բնականաբար, հայ 400 հոգու միջից ես չունեմ թիվ, չեմ կարող ասեմ 200 հոգին են կենթանին, երկուսն են կենթանին, բայց բնականաբար հասկանում եմ, որ նաև տարբեր երկրներում հնչել է, որ կան մարդիկ, ովքեր որ այս ցուցակների մեջ չկան, բայց իրենք ողջ են եւ գտնվում են գերության մեջ, ադրբեջանական բանդում։ Ինչի օրինակ մենք չպետք է
պահանջատեր լինենք նաև այդ մարդկանց համար, չէ՞։ Ինչի պետք է մենք ավելի շուտ չսկսենք այս ամեն ինչ հասկանում եք, այստեղ ասենք ես իսկապես եմ ասում, անգեզ եմ ասում։ Ոնց որ ասած, ես միշտ փորձում եմ որ ինչ որ մի հատ ուժ գեյների հարցով սկսի բարձրաձայնել եւ ես իսկապես ստիպված ոնց որ ասած մտա այս սրա տակ, հա, որ վերցնեմ այդ բեր չի, բայց նաև որ ու սկսեմ բարձրաձայնել։ Ես չի ուզում, ավելի ուժ թեմաներ եմ ուզում, բայց սպասում եմ որ ինչ որ մի ուժ կհայտնվի։ Նույն ապրելու երկրին եւ ողջունում եմ, հա, որ իրանք հիմա ես այնօր ասի, այդ քայլերը քիչ է, պետք է հացադուլ անել, լավա որ անում են։ Լավա որ անում են։ Ապրեն իրենք, ինչ ասեմ։ Լավ է ուշ կան երբ։ Լավ է ուշ կան երբ, անշուշտ։ Բայց օրինակ շատ շուտ պետք է դա ամեն ինչ արվեր։ Ու նաև հիմա մենք հասկանում ենք, որ գերիների հետ կապված քայլեր կա, որ պետք է արվի եւ այդ քայլերը հերոստատությամբ խոսելու չեն։ Օրինակ ես շատ կուզենայի, որ բացի այն, որ մենք հրապարակային ելույթներ ենք ունենում, կոչեր ենք անում, օրինակ չերևացող մասերը սկսենք անել։ Կազմակերպվենք, հավաքվենք, քննարկենք, վերջը լավ, վերջը հասկանում եմ, ես ասում եմ, Նիկոլենց այսպես ասած դիրքորոշումը པարզ է։ Նիկոլենց պոզիցիան པարզ է, այս բառը համար կներեք, որ օգտագործում եմ դիրքորոշումը པարզ է, հստակ է։ Իրանք հագահայտ դիրքորոշում են որդեգրել։ Ոչ մի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի, անգամ նիկոլագաններ են, որ ասում են զեր նիկոլագանները ապահովված չեն թուրքական յաթաղանից, հստակ է։ Ինքը ոչ մեկին չի երաշխավորել ու չի երաշխավորելու։ Իրանց դիրքորոշումը հստակ է։ Լավ, բայց մենք ինչ ենք անում։ Մենք մարդիկ ովքեր որ գիտակից ենք, ովքեր որ հասկանում ենք, որ մեր հանրությունը անդեր է մնացել, անպաշտպան է մնացել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Անպաշտպան է մնացել։ Եվ հարցը մենակ էս գեյները չէ։ Հարցը մենք բոլորս ենք։ Մենք բոլորս ենք այսօր։ Լավ, հիմա մենք գոնե անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ, գիտեք, այստեղ ես էլ եմ ասում, կոնկրետ Ռուբեն Վարդանյանի հետ կապված քաղաքական ես հետ համաձայն չէի։ Բայց այդ մարդը լավ գնաց սովորության, Արցախ գնաց, հայտարարեցի, ես ինչ որ կապ ունեք Ռուբեն Վարդանյանը, շատերը մտածում են, որ գեյների համար պետք է ցույցեր անեն, պետք է նստացույցեր ու հացադուլեր անեն են մարդիկ, ովքեր իրենց հետ կապ են ունեցել։ Դուք ունեք կապ։ Ես որևէ մեկի հետ կապ չունեմ, իմիջիայլոց դա ինձ էլ գալիս տեղում են հարց են տալիս։ Բա բարեկամ ունեք Չախալյան ջան, բան։ Ախր մի տեսակ չգիտեմ, շատ պրիմիտիվ ենք մտածում։ Ուրեմն պետք է անպայման բարեկամ ունենանք, որ մենք մտածենք այդ մարդկանց մասին։ Ես հասկանում եմ, որ դա հիմք ունի այդ մտածելը, որովհետև որ տարիներ շարունակ այդպես է եղել, էլի։ Այսինքն, եթե նույն կուսակցությունից ես նոր ասանում, հիմա տեսեք, ես չեմ ուզում քննադատեմ։ Նույն ձևի հիմա ելան ոտքի, ասենք նույն ձևի Ռուբեն Վարդանյանի երեսի խոշտանգները տեսան, բայց հիմնականում մենք տեսանք, ասենք ապրելու երկիրը Ռուբեն Վարդանյանի պետք չի տարանջատել։ Պետք չի տարանջատել։ Այնտեղ մենք շատ գերիներ ունենք։ Շատ գերիներ ունենք, օրինակ Վագիֆ, հա, Բեգլայան, չէ՞, եթե չեմ հիշում։ Վագիֆ Խաչատրյան։ Խաչատրյան, հա։ Վագիֆ Խաչատրյան։ Օրինակ ինչի պետք է ասենք, չնայած որ Վագիֆի մասով էլի բարձրաձայնվում է, բայց այնտեղ մարդիկ կան էլ ասում, ընդհանրապես չի բարձրաձայնվում, բայց ես ինչ եմ ուզում ասեմ, այստեղ մենք չպետք է տարանջատենք։ Այս խնդիրն էլ կա, օրինակ մոդելում են ասում են դե այդ Դավաճան Արայիկի համար ինչ ես նստացույց անում։ Ասում եմ ես Դավաճան Արայիկի համար նստացույց չեմ անում։ Ես անում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք գերության մեջ են, ովքեր որ պետք ում համար եւ նաեւ Արայիկին է վերաբերում։ Այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արայիկ Հարությունյանին վերադարձնենք Հայաստան։ Հետո արդեն թե Արայիկը հանցագործություն է գործել Հայաստանի հայ ժողովրդի հանդեպ եւ դրա համար ինքը այստեղ պատիժ կգրի, դա արդեն այլ թեմա է։ Չպետք է մենք խառնենք այս ամենը իրար հետ, հասկանում եք։ Մենք պետություն, pedagogiություն ունեցող եւ մենք եթե մենք այս մտածելակերպով շարունակենք եւս ապրել մի քանի տարի, մենք կկորցնենք այս pedagogiությունը։ Այս վերջի կadorներն էլ կկորցնենք, հավատացեք։ Մենք պետք է հասկանանք, որ բաներ կան, որ անգեզ եմ ասում, ասենք նույն 2022 թվականի, չէ, 21 թվականի հունվարի 28-ին, երբ որ ինձ սերբակալեցին Հանրապետության հրապարակում, այդ օրը Արայիկ Հարությունյանն ինձ արիության շքանշանով էր պարգևատրում, բայց ես չեմ գնացել, չեմ վերցրել։ Ես ասել եմ իր ձեռքից ես չեմ վերցնի։ Ճիշտ է, իմ ընկերները, զինագիստները վերցրել բերել ինձ հասցրել, ես էլ բանդում էի, բայց ինչ եմ ուզում ասեմ, նույն Արայիկին ես չեմ ընդունում բացարձակապես ոչ մի ձևով։ Բայց դա չի խանգարում ինձ, որ ես հասկանամ, որ այ մարդ ինքը
պետք է կանգնի հայկական դատարանի առաջ, Հայաստանի դատարանի առաջ, բայց ոչ երբեք Ադրբեջանական դատարանի առաջ։ Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կեղծ են այն բոլոր թեզերը, թե ինքը չի ուզում գերիներին վերադարձնել Հայաստան, որ նրանց մեջ վտանգ է տեսնում, ավելին պնդում է, որ ամեն ինչ անում է։ Դուք տեսնում եք կառավարության կողմից պատշաճ ջանքեր գերիներին։ Նախ այսպես ասեմ, նախ այն ոնց որ ասում են առանց կարակ ծուխ չի լինում։ Այդ ծուխը որ կա, բնականաբար տակը կարակ կա։ Խոսքս վերաբերում է այն թեզերին, որ Նիկոլեն քիչ են զբաղվում կամ քիչ են զբաղվում։ Ես վստահ եմ, որ իրենք շատ ավելին կարող են անել, շատ ավելին ու չեն անում։ Ես սանում համոզված եմ։ Համոզված եմ։ Չգիտեմ, պատասխանեցի հարցին, թե կիսատ մնաց։ Համոզված եք, որ ամեն ինչ չեն անում։ Ես համոզված եմ, որ անգամ որոշների դեպքերում իրենց սրտով է, որ իրենք կերության մեջ են։ Կոնկրետ Ինչու պետք է Նիկոլ իշխանությունները, որ կերության մեջ են, իրենց սրտով են։ Ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը ուզի, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, մյուսները մնան գերության մեջ, Ռուբեն Վարդանյանը։ Ինչն է ձեզ նման մտքեր հաղորդում։ Նախ տեսեք, նախ հստակ ուրեմն մեղադրանք հնչեց, որ Նիկոլ Փաշինյանն է տվեց ցուցակը, որ կերության մեջ պահեն Ռուբեն Վարդանյանին եւ մնացածին։ Հայ մեղադրանքը հնչեց նախին ՊՆ նախարար խորհրդական Աշակ Կարապետյանի կողմից։ Եվ ես չեմ մոռացել այդ մեղադրանքը, նաեւ Նիկոլի արձագանք, այսինքն համարժեք չեղավ։ Ոչ միայն չհերքեցին, այլև չփորձեցին զարբարդանքի համար քրեական գործ հարուցեն, ասենք այդ մասով։ Եվ դրանից հետո էլի տարբեր տեղից նման մեղադրանքը հնչեց։ Եվ սա կախված, եւ մենք հիշում եմ մի քանի օր առաջ նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր, էջին որ հաջորդ իշխանությունների առաջին գործերից մեկը պետք է լինի, որ քննություն հասկանանք, հասկանանք թե ինչքան է այս իշխանությունների մասնակցությունը հենց այս մարդկանց գերություն հանձնելու մեջ։ Ահա, այսինքն մեղադրանքը հստակ կա, մեղադրանքը չի մեժվել, մեղադրանքը չի ասել որ զարբարդանք է։ Տեսնում եք մենք ամեն հասարակ բանի համար մի հատ հասարակ ստատուս ենք գրում, քրեական գործ են հարուցում։ Հասարակ, բան չենք ասում կոնկրետ, չենք ասում որ Նիկոլ դու հանձնեցիր։ Ես իմ մեջ գրել եմ պետք է վերաշխանցի լինենք թուրքերից, հիմա որ ինձ դատում են մեկը իմ մեղադրանքի մեջ այդ տողն է։ Ոչ անուն եմ գրել ԿՊ, ոչ բացարձակապես, գրել եմ պետք է վերաշխանցի լինենք։ Ենթադրել եմ, որ թուրքերը ԿՊ-ական են։ Հա, հենց այնպես չնա թաքցնում, ասում են սպառնում եք վարչապետին։ Այդպես չնա թաքցնում։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, բայց իրենք այդ աստիճան փոքր են, ներ են մտածում եւ նման լուրջ մեղադրանքի, քանի որ իրենք չեն հագադարձում, չեն փորձում քրեական գործեր հարուցել այդ առումով բան, հիմա այնպես չանի որ հիմա այս հարցազրույցից հետո գնան ես իրանց ստիպեմ քրեական գործ։ Այսինքն սրանից հետո ինչ քայլ անեն մեկը դրանով բան չի փոխվի, որովհետեւ այդ մեղադրանքը մի տարի ու կես առաջ է հնչել։ Մի տարի առաջ է հնչել։ Մի տարի իրենք ոչ մի բան չեն ձեռնարկել, էլի, այնպես դուրս չկա որ հիմա։ Հա։ Մեկը սա, հիմնականը սա։ Դե մյուս արդեն եթե ընդհանուր իրենց վարքագծի տրամաբանությունը նաև հուշում է դրան, հա, իրենց վարքագծը, իրենց հուշում է, բանակցում էին, նախընտրական մենք տեսանք, ասած 2 ամիս կսպասեն, հետո տեսանք հետեգան ցուցակները մամուլում գնաց որ ճաշ տվել են, ովքեր հետ կան, ովքեր չկան, այսինքն հետո հիշում ենք անուն կար, անուն բացակայեց, փոխվավ, դեմիս կար որ թռել այդ մարդը ինքնաթիռի մեջ է, եկան հասան այդ մարդը չկար, հետո հրաբար ագոն գնաց որ իշխանություններն են խնդրել որ ինքը չգա ասել են իրան իջացրեք հասկանում եք այս ամեն ինչը նե փոքր երկիրը չեն կարող պահել թաքցնել վերջը բնականաբար էլ եմ ասում որովհետեւ մենք այս ամբողջական պատկերն ունենանք ապագայում պետք է անպայման հետաքննություն իսկապես անցկացվի ամեն ինչի մասին անպայման համար որովհետեւ ամբողջական պատկերն ունենանք որովհետեւ հիմա իշխանել ես համոզված եմ իշխանել փաստեր են սրանք բայց Դեկացի մեծ եստերից ընդերից հավաքված իրար մոտ բերած պատկեր ստացված, անալիզ ստացված։
անալիզից պատկերացված է, այսպես ասեմ։ Պարոն Չախալյան, քանի որ դուք մշտապես նաև ազգային արժեքների համար եք պայքարել, վերջերս Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ազգային արժեքների ցանկ եւ դա կոչել է իրական Հայաստանի ազգային արժեքները։ Ձեզ համար ուզում եմ հարցնել, որոնք են ազգային արժեքները եւ համաձայն եք, որ Նիկոլ Փաշինյանը սահմանի Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային արժեքները որոնք են։ Ուրեմն, այո, ճիշտ եք նկատում, կամքը հենց այդպես էլ կոչվում է ազգային արժեքների պաշտպանության կամք հասարակական նախաձեռնություն, երբ որ մենք այդ նախաձեռնությունը հիմնադրեցինք, մեր նախաձեռնությունը հիմնադրեցինք հենց ազգային արժեքների պաշտպանության համար, եթե գիհիշեք այն ժամանակ իշխանությունը օրագարկ էր իջեցրել Ստամբուլյան կոնվենցիան ու փորձում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, մենք 242 օր շարունակ ստորագրահավաք անցկացրեցինք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, ոչ Ստամբուլյան կոնվենցիային կարգախոսով 88000-ից ավել քաղաքացիներ միացան մեր ստորագրահավաքին, այն ժամանակ գիտեք այսպես ասած չէին էլ համարձակվում շատ իշխանությունների դեմ խոսեին, մենք շատ ենք այդ մասին քննարկում, երբ որ ասում եմ ես երբ Հայաստան եկա շատ սերերով ինձ ընդունեցիք, հիմա ընկերներ ունեմ քննարկում ենք, իրենք ասում են դե հենց իր լավ օրերին եկար ու իր դեմ սենց սկսեցի մենք էլ այլ պատկերացումներ։ Մի խոսքով բան չանեմ, հիմա հետո մենք հիշում ենք իրենք Լազարոտյան կոնվենցիան ընդունեցին, շատ արագ բերեցին հենց Շուշիի ազատագրման օրը իրենք ազգային ժողով մտցրեցին, այն ժամանակ ուրեմն արգելված էր միտինգները բան կորոնավիրուսով պայմանավորված, բայց մենք ակցիաներ իրականացրեցինք, չնայած մեզ ծերփակալում էին շուտ հենց ազգային ժողովի մուտքի մոտ, ասենք, այսպես ես այսպես ասեմ դա մեզ համար ես շատ եմ այս մասին խոսում, որ Նիկոլը ինքը ընդհանրապես դեռևս ազատության մեջ է նոյեմբերից հետո պատասխանատվության չի ենթարկվել Արցախի հանձնման հետ կապված այս ամեն ինչի հետ կապված իրենից հարցնող չկա, որովհետեւ մի քերական գործ չկա իր վրա, չնայած ասում եմ մեկը կա, տեսնենք։ Հա, այս ամեն ինչ ինձ համար սարսափելի իրականություն է։ Եվ հիմա ես մտածեմ, թե ինքը, այսինքն ինչ կարծիք ունենամ, թե ինքը ազգային արժեքների ցուցակետալիս։ Ինքը իսկապես պետք է ամեն մի հայ համար լիներ այս հարցը, ինքը ով է ընդհանրապես։ Ինքը ով է, ինքը ոնց կարող է նման օրագարկի, այո կարող է, հասկանում ենք որ կարող է, հա, իրականություն դա է որ կարող է, ինքն է, այսօր այսպես ասած ասիչը, ինքն է ասիչը, պարզ է, բայց ոնց կարող է ինքը լինել ասիչը, դերևս մինչև 18 թվականն ու Արցախի հանձնումը, առավել ևս Արցախը հանձնելուց հետո, ու ես հիմա չեմ ուզում իրան մեկնաբանեմ, ես մի բան ասեմ ձեզ, ինձ այս ընթացքում ասենք մի քիչ ուղղակի պայքարելու կանք բան ամուրապահում միտք էին համոզմունքը, որ իրան հեռացնելուց հետո իշխանությունից, մեզ այս ամեն ինչը մենք պետք է վերանայենք, ամեն ինչը, որտեղ ինքը ձեռքատվե, որտեղ քաբան ձեռքատվե մենք պետք է վերանայենք, ամեն ինչը, հասկանում եք, ամեն ինչը, սկսած Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա, մինչև Արցախի հանձնում եւ այլն։ Թե չէ, ասենք ես ինչ մեկնաբանեմ։ Այս մարդը ինքը գալով իշխանության ասել է, ինքը կարմիր գազեր չունի, ինքը իզմեր չունի, ինքը կարմիր գազեր չունի։ Վերջացավ։ Իր համար ազգային արժեք կարող է լինել, ասենք, տրանսգենդերների իրավունք պաշտպանելն ու տրանսգենդերների ընտանիք, հասկանում եք։ Իր համար ազգային արժեք կարող է լինել ու մարդուկին իրար հետ ապրեն, 4 երեխա ունենան, բայց ամուսնացած չլինեն, զուգընկեր լինեն։ Հասկանում եք։ Իր համար, բայց դա ինչը, ես դեռ դա քննարկեմ։ Բայց ինչու է իր պատկերացրած ազգային արժեքները պարտադրում հասարակությանը։ Ինչու է պարտադրում։ Հիմա տեսեք, ես իմ կարծիքն է բնականաբար, ինքը հստակ մի գործընթաց է առաջ տանում, չէ՞։ Ինքը պարզ է, ինքը օրագարկով է եկել։ Եվ այդ օրագարկը մենակ Արցախի հանձնումը չի։ Եվ այդ օրագարկը, ասենք մենք տեսնում ենք, որ շատ հստակ հակառուսականություն կա, եւ հրապարակային եւ թաքնված։ Մենք հասկանում ենք, որ հստակ ասենք 102 ռազմաբազայի հարց կա իր օրակարգում։ Մենք լավ հասկանում ենք այդ ամեն ինչը։ Այսինքն ես մեկ ասում եմ, որ որբիսի ռուսներին տարածաշրջանից դուրս հանի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանը դադարի հայությունից։ Եվ ես դա ասում եի դեռևս Արցախը հանձնել եմ ինչեւ։ Ինձ շատ ընկերներ կային, որ ասում են ինչ ես խոսում, Չախալյան։ Ասում եք տեսնենք, որբիսի ինքը ռուսներին դուրս անեն դեղից։ Ինքը չէ, բնականաբար իրան բերող ուժերը, հա։ Ինքը պատրաստ է Արցախը առանց հայ թողնելու։
Եվ եկավ այդ դառը իրականությունը։ Հիմա ես ասում եմ ձեզ, ինքը որբիսի կարողանա այդ ինչի համար որ ինքը երևի լերան բեր կյանքի կոչի, ինքը կարմիր գծեր չունի, ինքը պատրաստ է Հայաստան առանց հայերի թողնելու, բացարձակապես։ Եվ ես օրինակ ամեն ինչը նայում եմ այդ կոնտեքստում, հա։ Ես օրինակ գերիների հանդեպ այս վերաբերմունքը, գիտեք ինչ, օրինակ ես ոնց եմ նայում, այդ մասին շատ խոսել եմ։ Սա ոչ միայն կոնկրետ գերիների հարցն է, սա ապագայի հարցել է։ Ինքը պոտենցիալ ամեն օր խոսում է, որ հնարավոր է պատերազմ լինի, հետո ասում է չի լինի, հետո ասում է կլինի։ Ինքը զինվորներին արդեն իսկ մեր զինվորներին, մեր ոնց ասեմ, մեր իրավասության ներքո գտնվող հայ զինվորին անդեր է թողած արդեն, բանակի վիճակը տեսեք։ Բայց այդ անդեր թողածը հերիք չի, այս վիճակը, ասենք խրամատ չկա, մի խոսքով ցուրտ է, տեսեք այդ վիճակը, էլի։ Ինքը միանել է սի հրանակար իրանց ցույց է տալիս ամեն օր։ Հա, տեսեք, կարա գերության մեջ հայտնվեք։ Ոչ sense вообще անդերմանակ։ Հասկանում եք։ Այսինքն լրիվ ինքը ոչ միայն այս պահին կազմակերպել է բանակը, ինքը նաև այս ամեն ինչով ինքը բարոյազերգում է, հուսալքում է հայ զինվորին, հա, մեր կերվելու ունակությունը, որը որ տարածաշրջանում այսօր ամենահզորն էր, ինքը մենակ Արցախը չի խլել մեր ձեռքից, հասկանում եք։ Ինքը մեր ոգին է խլել, մեր երազներն է խլել, մենք այդ մասին շատ ենք խոսել ու խոսում։ Ինքը նաև դիմադրողականությունն է կոտրում մեր մեջ։ Սկսած սամանին կանգնած զինվորից, ավարտած սամանի թիկունքում կանգնած իր մեզնով։ Հասկանում եք։ Եվ այդ կոնտեքստում ինքը պետք է այդ արժեքները կոտրի։ Ինչի ինքը եկավ չեկավ առաջինը հենց ասենք Ստամբուլյան կոնվենցիա, չգիտեմ, գեյերի իրավունքներ, տրանսգենդերներ, ասենք նույն Արձևիկը գնաց Գերմանիայում գեյերի խորհրդաժողովի մասնակցեց, բանակում գեյերի իրավունքներ, բան, ինչի այդ ամեն ինչը, ինչի է պետք, եկավ հիմա ինչի է պետք։ Ամեն դեպքում Արցախով ինքը կոտրել է մեզ նվաստացրել է, մենք ամեն օր նվաստացած վիճակում ենք, բայց դերևս իրենց համար ցանկալի, բաղձալի, վերջնական արդյունքին չեն հասել։ Քանի դեռ ես ու դու այստեղ նստած խոսում ենք, պայքարում ենք, հա, ասենք քանի դեռ, ասենք մի խոսքով, քանի դեռ ասենք այս նման պայքարի օջախներ կան, ինքը իր բաղձալի նպատակին դեռևս չի հասել։ Եվ իրենց պետք է որպեսզի վերջնականապես, այսինքն մեզ այնպես տրորեն, որ մենք այլևս երբևիցե չկարողանանք գլուխ բարձրացնել։ Երբևիցե չկարողանանք մենք արդեն պահանջատեր լինենք։ Ու դա մենակ Արցախին չի վերաբերում, էլ եմ ասում։ Մենակ Արցախին չի վերաբերվում։ Այսպես ընդհանուր։ Եվ այս համատեքստում անպայման այս եղածներ, այսպես ասեմ, այնպես չի որ հիմա եղած էս մեր ազգային արժեքները կան պաշտպանված են, չէ։ Շատ անելիք ունեն, օրինակ հաջորդ իշխանությունը, շատ անելիք, սկսած բաժանումներից, բաժանումների դեմ պայքարից, վերջացած աբորտներ եւ այլն, այլասերում շատ, այսպես ասած, շատ մեծ են մեր խնդիրները, հա։ Բայց եղած խնդիրներով հանդերձ մեր մեջի դիմադրողականությունը ամբողջապես չի կոտրվել։ Տեսեք, մենք մի կողմից բողոքում ենք, որ քիչ է, անշուշտ բավարար չէ, շատ բավարար չէ։ Քիչ է, մյուսն է, բայց իրա տերն էլ, այսպես ասեմ, իրանից բողոքում են, բայց ինչ այդ քիչն էլ կա դեռևս։ Բայց այդ քիչը ինչի կա։ Ինչի կա այդ քիչը, այդ քիչն էլ պետք է վերացնել։ Այսինքն մի կողմից մենք իրանք այդ աշխատանքը զուգահեռ տանում են։ Եվ տեսեք իրենք 10-15 տարի հետո են մտածում, չէ՞ ոնց են մտածում։ Այսինքն եթե 15 տարի առաջ պատկերացնելի չէր որ հնարավոր է, ասենք, Արցախը հանձնել, բայց իրենք բերեցին այս շղթայական, հա, process-ներով, այսպես ասած, մոզաիկան հավաքեցին եւ վերջ Արցախը հանձնեցին։ Երբ որ մենք ասում ենք, որ Ստամբուլյան կոնվենցիան նույն Արցախը հանձնելու կոնտեքստում նայեք, մեզ ասում են ինչ եք խոսում։ Հիմա նույն ձևի ասեք Սյունիքի հանձնելու գործընթացն է գնում։ Այս ամեն ինչը վերջի 2 տարվա մեջ 10%-ով Սյունիքի բնակչության թիվը նվազել է, հասկանում եք։ Եվ այդ նվազումը ինքը տարբեր քայլերի հանրագումարն է։ Ու դեռևս այդ քայլերը շարունակվում են։ Հիմա նույնն էլ այս ընդհանուր գործընթացը, որը նկարագրեցի, ցավոք տեսարան, հա, ոչ միայն մեր pedagogical կորուստ, այլև ընդհանրապես Հայաստանն առանց հայերի, ինքը այս տարբեր գործընթացների հետ ու դրա մեջ է մտնում, որ ինքը ասենք հերոսը հայտարարում, ասենք հարգատուին, հետո տնում հարգատուի հարգը մեկից երկու անգամ բարձրացնում է, այս ամեն ինչը դուք նայեք, այսինքն արևդրականների դեմ էս
հավաքելը կամ պարտքերի տակ Հայաստանը մտցնելը, բայց ամբողջ երբ որ նայում եք այս կոնտեքստում, այս համատեքստում, դեռ պարզ է դառնում։ Այս մարդու խանդ, ել եմ ասում, ինքը չի թաքցնում։ Ինքը չի թաքցնում։ Ինչու ասես իրան կարող ենք մեղադրել, բայց մի բանում ինքը չի թաքցնում։ Այո, խափում է։ Շատ է խափում իրան դրողներին։ Ամեն երրորդը սուտ է։ Բայց ընդհանուր գործընթացը ինքը չի թաքցնում։ Անկամ ավելին ինքը ակնարկներով ասում է նախորոք, մինչև ասենք Արցախը դադարելն է այդ մասին ակնարկում, հա? Ինքը կլինի թե իր զուգանգերուհին կլինի մի խոսքով։ Իրենք ամեն ինչի մասին այսպես ակնարկներով բանով ասում են, իրենք չեն թաքցնում։ Իրենք ասում են մենք եկել ենք կործանելու։ Տղայք ձերքերիցս բռնեք մի թողեք։ Տղայք մի թողեք մեզի։ Մենք եկել ենք Արցախը հանձնելու։ Տղայք, այո, նախընտրական իրանք ելան հանուն Արցախի բան պաշտպանենք, բան հասկանում եմ, իդի խափում են իրենք։ Բայց ընդհանուր գործընթացի մասին էլ եմ ասում, իրենք չեն թաքցնում։ Ու հիմա էլ չեն թաքցնում։ Հիմա էլ չեն թաքցնում։ Ուղղակի պարզ է, որ չի լինելու խաշմերուկ։ Հա? Խաղաղության խաշմերուկ։ Հա, չի լինելու խաշմերուկ, չի լինելու խաղաղություն։ Լինելու կներեք Արտաշյանց համար պրախադնոյ դվոր, որտեղից որ հայը բացարձակապես չի կարողանալ օգտվել։ Այդտեղ ինքը խափում է։ Բայց ինքը չի խափում, որ ընդհանուր այդ process-ը կա ու տալու է, ճանապարհները սարքում է։ Մի խոսքով ինքը դա չի խափում, ինքը ասում է, որ ես հասնել եմ դրան։ Հիմա չեմ հասնի 2 տարի հետո կհասնեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, այսպես ասեմ, ես չեմ ուզում, որ իրենով եզրափակենք, իսկապես պետքա հնարավոր մենք ենք իրեն ուժեղացնողը նաև նախ մեծ չկազմակերպվածությամբ, անկազմակերպ լինելով անդիմության մասին է խոսքը։ Երկրորդը իրան մենք շատ ենք կարևորում։ Անշուշտ չենք կարող մենք իրան չկարևորել, քանի դեռ եմ ասում ինքն է ասիչը, բայց մյուս կողմից էլ ես մի բան ասեմ ձեզ էլի, որ ասում եմ սատանան այդքան սարսափել չի ինչքան որ թվում է։ Նույնը լինքն էլ այդ նույնքը բան իրենք մեծ հաշվով մեծ փուչիկ են։ Մեծ հաշվով մեծ փուչիկ են։ Ուղղակի դիմաց այդ ասեղը չկա որ այդ փուչիկը պայթեցնելու է։ Բայց իրենք մեծ փուչիկ են։ Ուղղակի դիմաց այդ մի ասեղը, մի հատ փուջուր ասեղը։ Մեկ որ ինձ ասում են կամքը դե 5 հոգով կամ 10 հոգով, ասում են ժողովուրդ այստեղ հոգին կարևոր չի։ Քանակը կարևոր չի, կարևորը կազմակերպվածն է ու գիտակցականն է։ Հայո, կարող է կամքի հենց այդ 10 հոգով դառնա այդ փուջուր ասեղը, որ այս մեծ փուչիկը կպայթեցնի։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի պետք է մենք հիմա այս մի խոսքով ես ուզում եմ լավ նոտաներով ավարտեմ միանշանակ մեր դիմադրողականությունը ընկած չի, ինչքան էլ բավարար չի, ինչքան էլ ես ամենաշատ թշվողներից մեկը ես եմ, ավելին կցանկանայի, իսկապես ավելին կցանկանայի, բայց վստահաբար ասում եմ դիմադրողականությունը ընկած չի, եւ ես համոզված եմ որ մի օր գալու է այդ բաղձալի օրը գալու է որ շատ հանգարցակի թամբիրի մեջ եղած մեր հանրությունը արթնանալու է եւ մենք բոլորս միասին շարժելու ենք պարտության այս ընթացքը հայոց պատմության։ Շնորհակալություն։ Կրկին շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Կամփ նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի հետ, կհանդիպենք։